Վերադարձանք տաղավար եւ շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու, նաեւ շատ օգտակար, քանի որ ամառ է, մենք էլ արդեն բնականաբար սկսում ենք ամառային անհարմարությունների մասին խոսել։ Օգտակար, այսինքն կարող է օգնել մարդկանց։ Իհարկե, կյանք փրկել անգամ։ Այսօր մեր հյուրն է կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Աղասյանը, խոսելու ենք ամառային սեզոնին ակտիվացող օձերից, միջատներից եւ ворթան կարմիրից։ Թե ինչ կապ ունեն դրանք իրար հետ, կիմանաք հենց մեր զրույցի ընթացքում։ Բարև ձեզ, պարոն Աղասարյան։ Բարև ձեզ։ Իհարկե շատ ավելի հետաքրքիր կլինի, եւ եթե միայն խոսենք ворթան կարմիրից, բայց եկեք սկսենք օձերից, որոնք որ կարծես թե սկսել են արթնանալ, ժամանակը եկավ, այս տարի մի քիչ ավելի ուշ են արթնանում, քանի որ այդքան տաք չէր, բայց արդեն արթնացել են թե ոչ։ Ձեր վերաբերմունքից ես զգացի, որ օձերի նկատմամբ այդքան Չէ, տրամադրվածություն չունեք։ Դες չի որ օձերին շատ եմ սիրում, բայց ворթան կարմիր, եթե ինձ ընտրություն տան ворթան կարմիր թե օձ, ես ավելի ворթան կարմիրին շատ կսիրեի, կգուրգուրեի։ Այո, պատմականորեն ворթան կարմիրը շատ հետաքրքիր, ուրեմն միջատա մեր հայ իրականության պատմագրության մեջ, գիտեն երևի բոլորը, որ մեր մատենադարանում պահպանվում են այդ ձեռագրերը, որոնք հենց ворթան կարմիրի այդ ներկով են։ Կարմիր գույնը հայտնի։ Մենք Փառք Աստծո Հայաստանում ունենք այդ 27 արգելավայրերից մեկը, որը ворթան կարմիրն է, 200 հեկտարից ավելի շատ մի փոքր տարածք է, որը գտնվում է հիմնականում Արազապ գյուղի մոտ, ուրեմն Արարատյան հարթավայրում, այնտեղ ինչն է հետաքրքիր, ворթան կարմիրի այդ թրթուրն է միայն օգտագործվելիք, որը սեպտեմբեր ամսին շատ կարճ ժամանակով հողի մակերեսա դուրս գալիս։ Ամեն տարի թե ասում են, որ ոչ ամեն տարի դա դուրս է գալի բազմացման բեղմնավորման այդ շրջանում եւ իրան գետնի վրա տեսնելը միայն այդ ժամանակահատվածում է հնարավոր։ Պետք է ասեմ, որ ворթան կարմիրը դա ստեղծվել է կենտրոնաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջարկությամբ դեռևս 1940 թվականի արգելավայրը, որը կարևոր է, որը աղուտներում է եւ ինքը քանի որ սնվում է երկու տեսակ բույսերով, հենց այդ տարածքներում է, որը աղուտային հողեր են, այնտեղ որից է մի բան չկա, Փառք Աստծո այսօր արդեն բավական լուրջ պահպանության տակ է շրջակա միջավայրի։ Պատրաստում են ներք։ Ես պետք է ասեմ, ուրեմն ժամանակին ինստիտուտը կենտրոնաբանության հիդրոէկոլոգիա ուներ առանձին ուղղություն, լաբորատորիա եւ այնտեղ ներկերի ստացման, ասենք, հետազոտություններ էին կատարում։ Հիմա էլ նույն մատենադարանում բարբերաբար, ասենք, գալիս են հավաքներ են կազմակերպում այդ սեզոնին թույլտվությամբ հատուկ, ասենք, եւ փորձարարական աշխատանքներ են կատարում նաեւ այդ ուղղությամբ։ Ունենց որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, բայց արտադրական իմաստով դա չկա, որովհետեւ այսօր կան ուրիշ մի քիչ տեսակը ուրիշ է, բայց ավելի մեծ քանակներով կարան արտասահմանում դա արտադրեն, դրա համար այդքան ուշադրություն, բայց տեսակ պահպանելու առումով շատ կարևոր է այդ արգելավայրի գոյությունը։ Եթե խոսենք անցում կատարենք օձերին, այս շրջանում արդեն օձերը արթնացել են, մարդիկ ակտիվացել են, մարդիկ կարող են բախվել օձի հետ, չնայած ես վստահ եմ, որ մարդիկ են ներխուժում օձերի տարածք, հետո սպանում են օձերին, խեղճ օձերին, որովհետև ներխուժել են օձերի տարածք, մի բան էլ իրենք են վախենում։ Մի ներխուժեք օձերի տարածք։ Այ եթե լավ եղավ օձի հետ հանդիպումը, ինչ վարք կա, որը ակտուալ է բոլոր օձերի դեպքում, գոռալ, փախչել, գիտեմ որ չի կարելի։ Ինչ անել այո, նկարել։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, այդ մարդիկ են մտնում դեպի օձերի բիոտոպներ, բնակավայրեր, ասենք, որ համատական առումով վերցնենք մի 20-30 տարի առաջ այդ յուրացումները չկար հողային բալանսի եւ այսօր մարդը ինքը մտնում այնտեղ եւ հավանականությունը մեծանում է, հանդիպման հավանականությունը եւ մարդկանց թվում է որ օձերը շատացել են, բայց մարդիկ են շատացել։ Լրիվ հակառակը։ Մարդիկ այդ հավանականությունը քանի որ մեծացել բան, պետք է ասել որ ընդհանրապես մի 23 տեսակի օձ ունենք մենք Հայաստանում, որից ընդամենը 4-ն են թունավոր։
այդ թունավոր օծերից, ասենք, ընդամենը երկու տեսակն է, որ կյանքին վտանգ կարող է սպառնալ, դա հայկական իժն է եւ գյուրզան է։ Գյուրզան առավելապես ավելի հաճախ է մարդկանց հետ հանդիպման հավանականություն, քանի որ արարատյան հարթավարում եւ ցածրադիր գոտիներում է հիմնականում հանդիպում, իսկ հայկական իժը նախալեռնային գոտում է, ասենք, ավելի տես բարձրություններով, եթե մենք վերցնենք, ինքը այդտեղ կարող է նկարի մեջ ավելի հստակ տեսնել։ Հա, սա իժն է։ Թունավոր իժը, այս հայկական իժն է, մոտ 1.20 սանտիմետր, այ ինքը կյանքի համար վտանգ է սպառնում։ Ամենավտանգավոր օծը գյուրզանն է։ Ամենավտանգավորը գյուրզանն է եւ իժն է, բայց քանի որ օրինակ հայկական իժի թույնը տոքսիկ առումով ավելի տոքսիկ է, քան գյուրզայինը, պրոստը փոքրիկ չափերից ելնելով գյուրզան ավելի մեծ քանակությամբ թույն է ներարկում, այդ դրա համար է գյուրզան ավելի վտանգավոր, մինչև 2 մետր կարող է հասնի գյուրզան։ Բայց իժինը ավելի տոքսիկ է։ Այս հայկական իժինը ավելի տոքսիկ է։ Եթե 1.20 մետրությամբ իժը կծի եւ նույն չափի գյուրզան կծի, հաստատ նա ավելի Մյուս երկու տեսակները դրանք ուրեմն լեռնատափաստանային իժնա եւ տափաստանային բանը Դարևսկու իժնա, որոնք ասենք այն բարձրությունների վրա են հանդիպում, որ մարդկանց հետ հանդիպումը հավանականությունը շատ փոքրիկ է։ Օրինակի համար ասենք նույն Դարևսկու իժը հանդիպում է միայն Աշոտսկի տարածաշրջանում, էնդեմիկ տեսակը հայկական բարձրավանդակի համար եւ գրեթե մարդկանց հետ հանդիպումը 0-ի կարելի է հավասարել, որովհետև Արփիլիչ ազգային պարկում է գտնվում եւ այնտեղ մարդկանց մուտքը արգելված է։ Դեռևս Հայաստանում դեպք չի գրանցվել մահվան ոչ լեռնատափաստանային իժի, ոչ Դարևսկու իժի, բայց Գյուրզայի եւ հայկական իժի դեպքում ինչա պետք է անել։ Շատ հեշտ կարելի է մեր բախտը մի քիչ բերել է այդ առումով, որ մեր բոլոր թունավոր օծերը դրանք իժերի ընտանիքի ներկայացուցիչներ են։ Իրանց արտաքին տեսքով շատ հանգիստ կարելի է տարբերել։ Օրինակ, եթե հնարավոր է ցույց տամ, տեսեք, այս ոչ թունավորոց սահնոցի գլուխն է, որի գլխի վրա կան խոշոր վահանիկներ։ Սա Գյուրզայի գլուխն է, որի մարմնի թեփուկները եւ գլխի վերին թեփուկները նույն հավասարությամբ են։ Մյուս հատկանիշը դա աչքի կատվա աչքի նման շեղ ձև ունի, իսկ ոչ թունավորոցերինը կլոր է աչքի բիբը։ Դա տենց շատ ենք մանրանում ախր, միջև հասկանանք աչքը։ Դե դրա համար ամենահեշտ տարբերությունը, տեսեք, եթե օրինակի համար վերցնում եք Գյուրզան, սահնոցը 1 մետր երկարության սահնոցը այս բութ մատի հաստությամբ կարող է լինի, բայց 1 մետր Գյուրզան արդեն ավելի հաստ է։ Պատկերացնում եք պոլիփայտի հաստությամբ կարող է լինի։ Հենց այդ խոշոր չափերից ելնելով մի անգամ ձեռից կարելի է դա Գյուրզանը։ Տեսակ որ թույնավոր օծ է, ինչ պետք է անենք։ Գյուրզանը թե թունավոր ուղղակի։ Ընդհանրապես բոլոր օծերին տեսնելուց երբեք օծերը նախահարցակ չեն լինում։ Ահա, Զարայի ասած։ Սկսենք այդտեղ։ Հենց օծին տեսնում են ոչ թե փախնել է պետք, կանգնել է պետք, հետ գնալ։ Թույլ տալ, որ օծը ինքը իր ճանապարհը շարունակի։ Այո, շարունակի իր ճանապարհը, որովհետև հակառակ դեպքում, եթե դուք փորձեք, ասենք, բռնել կենթանուն, յուրաքանչյուր կենթանի ինքնապաշտպանության համար ինքը կծում է։ Մենք ունենք օրինակ կարմրափոր սահնոցը, որի ժողովուրդը սահնոց բանը շահմար է համարում, ոչ թունավոր, բայց ամենաագրեսիվ օծն է, միակ օծն է, որ կարող է ինքը տուպիկի վրա հայտնվի եւ ինքը հարցակվի մարդու վրա, նույնիսկ 1-2 մետր էլ հələ հետևի մարդուն։ Բայց Գյուրզան մյուս տեսակները այն դեպքում միայն երբ որ վտանգ են զգում այդ դեպքում։ Կարմիր գրքում ներառված են, չէ՞։ Բոլոր 3 տեսակները, բացի Գյուրզայից, մեր թունավորոցերը ընդգրկված են կարմիր գրքում։ Իսկ Դարևսկու իժը կրիտիկական վիճակում միջազգային կարմիր ցուցակում ընդգրկված շատ հազվագյուտ բան, որ տեսակ։ Իսկ ինչի է այդքան քիչ այդ օծը։ Մարդիկ են վնասել, ոչ թե մարդիկ են վնասել, ընդհանրապես կենտրոնական աշխարհում կա այնտեղ որ շատ նեղ արեալ ունեն, նեղ տարածվածություն ունեն, դրա հետ կապված
Նաև միջազգային կարմիր ցուցակում ընդգրկված տեսակը որպես կրիտիկական ամենաբարձր պահպանության կարիք ունեցող տեսակ էլի։ Լինում են դեպքեր, որ օձերը հայտնվում են հենց բնակավայրերում, հերիք չի բնակարաններում, տներում, ոնց են այդտեղ հայտնվում, չէ՞ որ դա իրենց արեալը չի։ Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ ասում են օձերը շոկ ժամանակ են հայտնում, հակառակը։ Ամառվա շոկ ժամանակ հենց օձերը հայտնվում են նկուղներում, խոնավ վայրերում, այսինքն իրանց օպտիմալ ջերմաստիճանը 24-ից 27 աստիճանն է։ Եթե դրանից բարձր է, իրանք պատասպարվում են թաքստոցներում, խոնավ տեղերում, այսինքն այդ օգոստոս ամսվա շոկ ժամանակահատվածում, եթե դեպքեր են լինում, իրանք անցնում են առավոտյան կամ երեկոյան ակտիվության, այսինքն գիշերներն են դուրս գալի, դրա համար միշտ խորհուրդ են տալիս, որ աղբյուրների մոտ, այդ խոնավ վայրերում զգուշ լինեն մարդիկ։ Սա է ամբողջ խնդիրը։ Իսկ ասենք ակտիվ սեզոնը, որ անընդհատ մարդիկ կարող է օձերին գետնի երեսին հանդիպեն, դա վաղ գարնան եւ աշնան այդ ձմեռման ժամանակ, երբ որ իրանք անցնում են արդեն ձմեռման, հավաքվում են իրանց թունավորոցերը տենց բան ունեն, բնավորություն ունեն, որ կուտակումներով են հանդիպում ձմեռանոցներում, ասենք այդ ժամանակ, եթե կոնկրետ այդ ձմեռանոցի մոտ կարող է 20-30 հատ առանձնյակ հանդիպես, ասենք նույն տեսակի օձից, էլի։ Չէ, բայց տներում տներում այդ սովորաբար ոչ թե այդ գյուղզանվանն են հանդիպում, այդ բազմագույն սահնոցն է հանդիպում, կապարագույն սահնոցն է հանդիպում, որոնք ոչ թունավոր օձեր են ըստ էության։ Ինչ սպանել, հնարավոր է իրանց վերցնել եւ տանել ուրիշ տեղ։ Դու գոյություն ունի 911 ծառայություն, որը իրանց պետք է ահազանգել, փառք Աստծո, այս վերջերս արդեն պրոֆեսիոնալներ կան այնտեղ, հա։ Դե, բայց միանգամից մարդկանց ռեակցիան լինում է վնասել կենցանը։ Այսօր բոլորի ձեռքին կան հեռախոսներ։ Այո։ Կան համապատասխան, թեկուզ նույն ինստիտուտը, մեր ինստիտուտում կարող է, ասենք, դիմեն ինստիտուտին, նույն հեռախոսի այդ նկարը ուղարկեն, արդեն մարդիկ Viber-ով, WhatsApp-ով, գոնե իմանան ինչ տեսակի օձ է։ Հիմա տեսեք, հաճախականության իմաստով եմ ասում, ասենք, ոչ թունավոր օձերի քանակը, ես ասեցի, չէ, 23 տեսակից 4-ն է ընդամենը թունավոր։ Հիմա կծելու դեպքերի հավանականությունը պատկերացրեք։ Այո։ Ինչքան է։ 23 եւ 4, չէ։ Հիմա մեծ մասը կծոց դեպքերի դա ոչ թունավոր օձերինն է։ Հիմա առաջինը, ուրեմն այդտեղից ելնում ենք, որ պետք չի այտենց միանգամից մտածել։ Ամենաառաջի դեպքը ես բժիշկներին էլ եմ ասում, երբ որ մարդը գարսը պարզա ինքը չի իմանում իրան ինչ օձա կծել կամ նույն բժիշկն էլ չի իմանում։ Առաջի հարցը պետք է լինի կծելուց հետո ցավը զգացելա թե ոչ։ Թունավոր օձի կծելու դեպքում ոնց որ 10 մեղու խայթի նույն տեղում պատկերացնեք ցավի ուժգնությունը ինչա։ Այ օձի կծելուց հետո ուղղակի ընդամենը մի 15-20 վայրկյանում այդ ուժեղ ցավը մարդը զգում է։ Հենց մենակ այդ ախտանիշով, այդ սիմպտոմով կարելի է որոշել, այդ մարդուն թունավոր օձ է կծել, թե ոչ թունավոր, որպեսզի այն սխալ բուժման բաներ չանեն, ասենք սկսում են բաներ դնել, չգիտեմ, հակաօձային շիճուկ են օգտագործում, չգիտեմ, որը շատ ավելի վտանգավոր է, կասպան, որտեղ Բայց բերանով փորձում են հանել, չէ՞։ Նույն բերանով կարելի է հանել, ոչ մի վտանգ չկա, այն թյուր կարծիքը, որ վայ, բան, փչացածա արյունա հոսող վերք չլինի բերանի մեջ, դա հերիք է ծծել եւ թքել։ Թույնը ինքը սպիտակուցային կառուցվածք ունի։ Նույնիսկ թքագեղձերում եւ ստամոքսում ինքը սկսում է արդեն քայքայվել։ Ինքը միայն վտանգավոր է արյան մեջ անցնելու դեպքում։ Դե ինչ, եղեք ուշադիր, հարգեք եւ սիրեք օձերին, այդ դեպքում նրանք ձեզ կհարգեն եւ կսիրեն, մի ներխուժեք նրանց բնակավայրերը, վերաբերվեք նրանց այնպես, ինչպես կուզեք, որ իրենք վերաբերվեն ձեզ, չէ՞ Զարա։ Բոլոր քո տեքստերը ասեցի։ Որովհետեւ իրենք փորձում են միանգամից պաշտպանվել ու այդ ավելի պաշտպանողական։ Դա բնազդ է, դա մեր բնաշխարհի մասնիկն է, որը անհրաժեշտ է պահպանել։ Սենց է այդ մոտեցումը։ Այո, շատ շնորհակալություն, պարոն Աղասյան, այս պահին մենք գնում ենք գովազդի։ Այո։ Գովազդի ընթացքում համոզված եմ ոչ մի օձամարտկային հանդիպում տեղի չունենա Հայաստանի Հանրապետությունում։ Մնացեք մեզ հետ։